Ընկերներ բարև ձեզ, խաղաղություն ձեզ, այսօր ճիշտ ասած, այսօր շտվանից եմ ուզում խոսալ, ուզում եմ հայ առաքելական եկեղեցու մասին խոսալ ընկերներ, ու խոսքս ուղղում է բոլորին, ովքեր որ պատկանում են հայ առաքելական եկեղեցու։ Ընկերներ, շատ ժամանակ ես իրականում հանդիմանությունս մեծ հենց հայ առաքելական եկեղեցու, բայց նրա համար, որովհետև ձեզ շատ սիրում եմ ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ, դուք օրհնություն եք, թե երկրի, թե ժողովրդի, թե Աստծո համար, ուղիղ ձեզ ասում եմ ընկերներ, սկսած այդ շարքային ծառայողից մինչև վեհապահ։ Ես ձեր դեմ իրականում ոչինչ չունեմ, թող Աստված ձեզ շատ օրհնի, ճշմարտությունով եմ ասում ընկերներ, ուղիղ ճշմարտությունով ասում։ Այն որ դուք կաք ես երկրի մեջ, այն որ դուք Կիրակնորյա այդ պատարակները մատուցում եք, ես շատ եմ եղել իրականում այդ պատարակներին, լսել եմ ինչ եք խոսում, շատ զորավոր է ձեր խոսքը ընկերներ, շատ օրհնելով օրհնում եմ ձեզ։ Պարզապես շատ ժամանակ որ տեսնում եմ այնտեղ մի փոքր էս կողմ են կողմ այդ պետություն, իշխանությանը, այդպես բաներին դեմ դրանից եմ նեղվում։ Բայց այդտեղ խնդիր չի ամեն դեպքում բոլորս էլ իրականում ինչ որ խնդիր ունենք, մեղք ունենք, սխալվում ենք, գիտեք, նորից ուզում եմ ասեմ ընկերներ, այդ եկեղեցական այդ կառույցը հայ առաքելական եկեղեցին օրհնություն է մեր երկրի համար ընկերներ։ Իրական ես ուզում եմ որ քահանաները որ պատկանում են այդ եկեղեցուն ճշմարտությունով ուղղություն ան իրական որովհետև Աստծո ուղիղ ներկայացուցիչներն են։ Ես ձեզ շատ սիրում, շատ հարգում եմ ընկերներ, եթե ինչ որ մեկին է ձեզանից վիրավորել եմ կներեք, բայց փորձել եմ չվիրավորեմ, մաքսիմում ասածս խոսքը չարն է, որն էլ թույլատրելի է Աստվածաշնչի։ Սա ուզում ասեի ընկերներ, օրհնում եմ ձեզ, հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, բոլորիդ իրականում, դուք օրհնություն եք, գիտեք Քրիստոսն էլ Հայտնության գրքի մեջ ասում է նրանց, որ ասում է հանդիմանում եմ, ասում է սիրում եմ, հիմա դուք էլ դա ընդունեք, երբ որ ձեզ հանդիմանում եմ, ձեզ շատ սիրում եմ, շատ ժամանակ շատերի գործեր իրականում ուղիղ չի, բայց դե ոչինչ իրականում, աղոթքով, խնդրվածքով կխնդրենք Աստծուն, որ Աստված օրհնի, գիտություն, միտք տա, կարողություն տա, կամք տա, որ իր խոսքով, իր կամքով շարժվենք։ Սա է, ձեր խնդիրը խաղաղություն բերելն է ընկերներ, ձեր վրա դրված է, Քրիստոսի կողմից դրված է, սեր է դրված ու խաղաղություն։ Քրիստոսը խաղաղություն ա տվել, որ պետք է մենք ձեզ նայելով տեսնենք այդ խաղաղությունը ընկերներ, պետք է այդ սերը տեսնենք ու հասկանանք թե Քրիստոսը մեզ ինչքան շատ է սիրում, որ Աստված ինչքան շատ է, մենք ձեզանով ենք կարող դա տեսնենք, ուրիշ ոչ մեկով։ Ես չեմ կարող ուրիշ մարդ ճարեմ ու դրա համար թողեք մի կողմ էս երկրի էս ունայնությունը, այս երկրագնդի ունայնությունը, դուք հոգևորի ներկայացուցիչներն եք ընկերներ։ Պին բան եք, ինչ որ ձեզ տրված է, շատ ամուր բան եք ու Աստված ձեզ օրհնելով կօրհնի։ Ոչ մի բանի կարոտություն չեք ունենա, ուղիղ ձեզ ասում եմ, նորից օրհնում եմ ամենաներքևի շարքայինից մինչև ամենավերևի իրականում հոգևորական օրհնում եմ, թեկուզ այն մարդկանց էլ ովքեր որ դուրսն են գտնվում են ուրիշ երկրներում պատկանում են հայ առաքելական եկեղեցուն օրհնում եմ ձեզ, ձեր տունը, ձեր տեղը, ձեր ընտանիքները, խնդրելով խնդրում եմ Աստծուց, որ իմաստությունը, գիտություն տա ձեզ, որ իրականում միաբանություն, խաղաղություն ու սեր բերենք այս երկրի մեջ, ու իրականում զորանանք ու ուժեղանանք Քրիստոսով, որ լինենք լույսս ամբողջ երկրագնդի վրա, ուղիղ ձեզ ասում եմ, ու մեր երկիրը դա կարա լինի, ես հավատացած եմ, կարա լույս լինի, ոչ թե մեր ժողովրդի համար, այլ ամբողջ այս երկրագնդի համար։ Օրհնում եմ ձեզ, անուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու, ամեն։